Բարև իմ անուշիկ փոքրիկներ, այսօր ես ձեզ կներկայացնեմ Խելոքն ու հիմարը հեքիաթը։ Երկու աղբեր են լինում, մինը խելոք, մյուսը հիմար։ Խելոք աղբերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին, այնքան է չարչարում, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե աղբեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ անեմ։ Լավ ասում է խելոքը, այսօր էլ դու ապրանքը ջուր տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի ինձ, որը դուրսը մնա քեզ։ Հիմարը համաձայնվում է, ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։ Ձմեռվա ցուրտ օր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուրն են հասնում, թե չէ, իրար ետևից ներս են թափվում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի, գերաններին քոր անելիս, են էլ մնում հիմարին։ Այս հիմարը թոքը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։ Մի հին ավերակի մոտից անցնելիս, էլ որ ձեն է տալի մոզի, արի հեյ, ավերակի արձագանքը կրկնում է, հեյ, հիմարը կանգնում է, ինձ հետ ես խոսում, հա, ավերակը ձայն է տալիս, հա, մոզին ուզում ես, ես, քանի մանետ կտաս, 10, հիմի կտաս, թե չէ, չէ, դե քուց կգամ որտեղից որ է, ճարի, արի, հիմարը համաձայնվում է ու մոզին ծախված համարելով ավերակի դռանը կապում է, վերադառնում տուն, մյուս օրն առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու, դու մի ասիլ, գիշերը գայլերը մոզին կերել են, ասում է, մորթել ես, կերել, հա, չաղ էր, թե չէ, չէ, առել ես, բրծել ես, իմ փողի տերն եմ, բեր իմ փողը, 10 մանետ դեղին ոսկի, էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս, ավերակի խալխուլ պատերին։ Մի երկու զարկում է, պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ, հնուց այդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը, որ վեր են ընկնում, ոսկին թափում է հանկարծ առաջը լցվում։ Այ այդպես, բայց այսքան ինչ եմ անում, 10 մանեթը տուր, մնացածը քու փողն է։ Ինչի՞ս է պետք։ Մի ոսկի է վերցնում, գալի տուն։ Մոզից ծախեցիր, ծիծաղելով հարցնում է խելոք աղբերը։ Ծախեցի, ում վրա, ավերակի։ Հետո փող տվավ, իհարկե տվավ, դեռ չէր ուզում տա, ամա ձեռքիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ, առաջիս փռեց։ Իմ 10 մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի այնպես փռված։ Ասում է ու ոսկին հանում ցույց տալի։ Էդ որտեղ է, աչքերը չորսի անում խելոք աղբերը։ Ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, այնքան կհավաքես շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։ Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։ Բեր, ասում է, ձեռին ընտել ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես, տկլորես, ես քեզ համար նոշորեր առնեմ։ Հիմարը նոշորերի անունը, որ լսում է, ձեռինն էլ է տալի աղբորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց է տալիս։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց աղբոր համար նոշորեր չի առնում։ Հես հիմարը ասում է, չի լինում, գնամ դատավորի մոտ գանգատի։ Բարոն դատավոր, ասում է, ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի։ Հերիք է, հերիք, ընդհատում է դատավորը։ Էս հիմարը որտեղից եկավ, ոնց թե մոզին ավերակի վրա ծախեցի։ Վրեն ծիծաղում է ու դուրս անում։ Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ են ծիծաղում։ Մինչ այսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի։ Պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում։ Ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք աղբերն էլ ծիծաղում է ամենքի հետ։